վերցել եմ ուղարկե։ Սաղ կյանքսել էշմիազնեցուն, հայ մարդուն, հայ ժողորդին, թե ժողորդին, թե մեր վեհապարին, մեր հոգևորականների շնավորել եմ։ Սրդանց շնավորում եմ։ Հայ ժողորդին։ Ընթացքում ինչն է փոխվել էշմիածնի իրականում։ Ամեն ինչ է։ Ինչը որ փոխում է, կյանքում ժամանակի հետ։ Երիտասարդություններ են փոխվում, մեծերներ են փոխվում, քաղաքի տեսքը ձևն էլ է փոխվում, ամեն ինչ է։ Կյանքը ոնց է փոխում, նրանց էլ էշմիածինն է փոխվում։ Իսկ ինչ կա էշմիածնի համար, որ դեռ չի արվել եւ օգտակա ծրագրեր։ Մարդկության համար դեռ միլիարդ տարի պետք է որ ամեն ինչ արվի։ Այնքան լիքը բան, լիքը։ Ինչքան էլ անես չի չա, ինչքան էլ մտածես, որ էլի պետք է անես էլի չի չա։ Իսկ այս աշխատանքները, որ արվել են այս տարիների ընթացքում էշմիածնում, դուք ձեր որդուն խորհուրդներ տվել եք, թե իրենով այս ամեն ինչն արել։ Դե խորհուրդներին որպես որդի անդադ միշտ տվել եմ, բայց որպես քաղաքապետ միջև մի կաբինետի տեղը չգիտեմ, ազնվությամբ եմ ասում։ Իրա կաբինետը չգիտեմ, ստեղա քաղաքապետարանը որտեղա ոնց է, դաժե ոնց են մտնում, ոնց էլ դրան տեղը։ Բայց դե հարցեր լինում է, որ միջամտում ենք, օգնում ենք եւ այլ եւ այլ։ Իսկ կատարված աշխատանքները գոհացնում են ձեզ։ Կարևորը ինչ չի պետք է գոհացնել, ժողովրդին գոհացնի, բայց ես միշտ ժողովրդին նայելով, խոսնելով ոչինչ։ Այն չի, ընդհանրապես այսօր աշխարհում այն չի, որ պետք է արվեր մարդկության համար, բայց դե ինչ հնարավորություն ինքը ներդնում է։ Ձեր ներդրումը քաղաքի զարգացման։ Ամեն ինչում կարում ենք։ Բռնած ֆինանսական, բռնած բարոյական, բռնած միջամտություններ, վերադասերի կամ եւ այլ, միջև ներդրողների։ Կա մի ծրագիր, որ երազում եք այս քաղաքում իրականացնել եւ դեռ արված չի։ Եվ պլանավորում եք։ Իմ երազանքն է, որ հայ ժողովուրդը խաղաղ ապրի։ Մնացած ինքը ստեղծագործ ժողովուրդ է, ստեղծի կլի մեջից լավ վատ։ Իմ երազանքն է, որ իմ կիսատ թողած գործը վերջանամ, հայ ժողովուրդը պատերազմից հեռու մնա։ Այն մնացածը վստահում եմ մեր երեխաներին, մեր ժողովրդին, որ իրանք ձեռետ ամեն ինչ էլ կանեն։ Իմ երազանքն է, որ պատերազմը վերանա, հայ ժողովուրդը պատերազմ չտենա։ Մանավանդ մեր կիսատ թողած պատերազմը չտենան։ Ես գիտեմ ինչ պատերազմ է սպասվում կամ ինչ է սպասվում, որտեղ անմիջական շփվել եմ։ Ոչ Աստված չտա, որ հանկարծ պատերազմ լինի։ Թե չէ մնացած այդ երազանքները, աշխատանք, մի օր լավ, մի օր վատ, դրանք ժամանակի բաներ են, որոնք լուծումներ կստանան։ Պարոն գեներալ, կիսվեք էլ ինչ է սպասվում։ Ինչ գիտեք, որ պատերազմը սպասվում, ինչ կիսվեք մեր հետ։ Եթե այն էծերի պես քամակներս բացենք խալխի առաջ էծերի պես, շատ վատ բաներ է սպասում, իսկ եթե միասնական, որպես հայ մարդ, հայ ժողովուրդ միասնական լինենք, վատ բաներ չի սպասում։ Այն, որ մեզի միասնություն ապետ, որ մենք հզոր լինենք, ամուր լինենք, միասնական լինենք, որ կարողանանք, եթե ոտ ձգողին իր տեղը տնենք, թույլ չտանք պատերազմեն, իսկ եթե մենք թույլ լինենք, խեղճլենք, քանդվենք, Կարապի Խեջեդինի գայլաձուջի պես տարբեր կողմեր քաշենք, անպայման պատերազմ կլինի։ Եթե ելենք, մեկս մյուսին վարկաբեկենք, անպատվենք, ամեն ինչի մեջ վատը տենանք, լավը չտենանք, վատ կլի, շատ վատ կլի։ Վատ կլի մեր երեխեքի համար։ Այսօր ով որ վատ բանանը անկախ դրանից ինչ մագարդակի, առաջին ինքնանում է իրա եւ իր երեխեքի հանդեպ։ Հայ ժողովրդի մեջ ով որ վատ բանանը ում նկատմամբ դիմտացի, որ ինքնանում է իր երեխեքի հանդեպ։ Կապ չունի այսօր, թե մեկը մեջից սխալանը, մեկը մեջից վատա, որտեղ այս երկրի տակը սեփականություն ոչ մեկը ոչ մի բան չունեն, դա այդ ժողովրդինն է, ապրողներինն է, մի շարունակողներինն է։ Բայց դի ժողովուրդը վերցին ինչա տվե խալխի որել, ես չեմ պատերազմում ժողովուրդը տվերա, կվերցնի, բայց ժողովուրդինն է, ամեն ինչն է ժողովուրդինն է։ Ժողովուրդին այսօր առաջնորդ կա։ Քիչ կա, հենցի ամեն տունն էլ ընտանիքն իր առաջնորդ ունի, ձեր տունը առաջնորդ չկա, ձեր ընտանիքում չեն ղեկավարվում, դե մի ոչինչ չի կարա կյանքում ոչ միտեղ առաջնորդի, պետք է ամեն տուն, եթե ամեն տուն իրանց էլ ճիշտ առաջնորդ են, հետո մեծ ընտանիքում կառաջնորդվեն, եթե մեր ընտանիքը ամենքս մի բան մտածենք տարբեր, ես, դու, մյուսը, դրա համար էլ վիրևներն էլ լավ չեն կարող մտածեն,
Թույլ ենք տալի, եթե վատ բաներ անում, ուրեմն մենք ենք թույլ տալի։ Մենք ենք թույլ տալի։ Ապրեք, ժողովուրդ ջան։